Ես ուզում եմ անդրադառնալ օրվա խորհրդին, այսպես ասած, մի տարի առաջ սկսվել է ձեր դեմ հետապնդումը։ Եվ քանի որ ասում են, ինձ թվում է սխալ, որ պատմությունը պայմանական ժամանակ չունի։ Ես կարծում եմ սխալ է, պետք է պատմությունը ռեկոնստրուկցիան էր, որպեսզի դաս քաղել։ Բայց ենթադրենք, դուք դուրս եք գալիս եկեղեցու, մեր ընկերուհին ձեզ չի հանդիպում։ Դուք չեք ասում, որ եկեղեցին պաշտպանելու եք մեր ձևով։ Փաշինյանը հիստերիկայի մեջ չի ընկնում, հիստերիայի մեջ չի ընկնում, չի հրամայում ձեզ բռնել, եւ դուք վերադառնում եք Մոսկվա։ Այդ պարագայում դուք կստեղծեիք մեր ձևով շարժումը, իսկ այնուհետև ուժեղ Հայաստան կուսակցությունը կմտնեիք քաղաքականության մեջ, թե չէ։ Ես ուզում եմ ազնիվ լինեմ ձեզ հետ, իհարկե ոչ։ Դա ես արեցի, երբ տեսա, որ այս մարդը չի կանգնում։ Ես իրոք անկեղծ եկել էի եւ անպայման կմոտենային ինձ այդ պահին, թե չէին մոտենա, ես անելու է հայտարարություն մեր եկեղեցին պաշտպանելու համար, բայց չէի որոշել այդ ֆորմատը հայտարարության։ Իհարկե ես ցանկություն չունեի մասնակցեի այս քաղաքական process-ներին, բայց քանի որ ես տեսա, որ եթե ես չեմ մասնակցում իմ դեմքով, մեր ընդդիմադիր ուժերը թող չնեղանան, իրենք արդեն կամաց սպառում էին իրենց։ Ես համարում եմ մենք նոր շունչ տվեցինք ընդդիմադիր պայքարին, օգնեցինք ընդդիմությանը նույնիսկ այն ձայներ չհավաքած ընդդիմությանը համար պայքարելու համար, քանի որ բոլորը տեսան, որ մենք ոչ մի բանի առաջ չեն կանգնում, կալանավորում են, ուրեմն կալանավորում են, նստեցնում են, ուրեմն նստեցնում են, ինչ որ պա դա նույնիսկ պատիվ դառավ մեր համախոհների համար, կալանավորելը, ձերբակալվելը, քանի որ բոլորը հասկացան, որ այսօր խոսքը մեր մասին չի, խոսքը իմ մասին չի, դուք հավատացեք, սա լիրիկա չի, ես ոչ թե ինչ-որ բառեր եմ ասում հայրենասիրական, մենք մեծ վտանգի առաջ են կանգնած, միգուցե ավելի մեծ, քան մեզ թվում է։ Դրա համար ես գտնում եմ իմ ներկայությունը օգնեց թափ տալ նորից ընդդիմությանը ավելի համար պայքարելու համար եւ ինձ թվում է մենք ունեինք հաջողության հասնելու շատ մեծ հնարավորություն։ Նու սա կարելի ասել միակ տարբերակն էր, որ իրենք կարողացան անեն, որպեսզի մենք չհաղթենք։ Ինչ արեցին, ապագան ցույց կտա, որ արեցին, հաստատ արեցին, բայց հիմա կոնկրետ փաստեր դուք էլ գիտեք, չեն կարող ներկայացնել, որ արել եք, 100,000 ընտրողի մասին ամեն օր բոլորը բացահայտում են, բայց հաստատ դա 100,000-ով չի վերջացել, հաստատ դա 100,000-ներ է եղել, դրա համար ապագայում մենք ամեն ինչ փորձենք բացահայտենք մեր ժողովրդի առջև։ Երկրորդ հարցը դուք ասացիք, թե ինչու են մարդիկ անկեղծորեն քվեարկել ԿՊ-ին եւ նշեցիք թոշակառուների կամ 65+ մարդկանց, որոնք պետք է օգտվեն իբր ապահովագրությունից, դա ճիշտ է։ Բայց ես մի պատմություն պատմեմ, խնդրում եմ մեկնաբանել։ Հայաստանի գյուղերից մեկը, ոչ ծերը, գալիս են մարդիկ Մոսկվայից, Ռուսաստանից, գալիս են մարդիկ, որոնք հաջողություններ են ունեցել բիզնեսում, որոնք ապահոված են, հարուստ են։ Գալիս են մարդիկ այդ գյուղի նախկին բնակիչները, որոնք 90-ականներին գնացել են եւ սկսում են աշխատել հօգուտ ուժեղ Հայաստանի։ Մնացած գյուղացիները, որոնք 30 տարի ստեղ ապրել են, 35 տարի ստեղ ապրել են, նրանք զմայլված չեն Փաշինյանով, բայց տեսնելով այդ մարդկանց, տեսնելով, որ այդ մարդիկ հաջողությունների են հասել, իրենց ջգրու ներեցին արտահայտությանս,
քվեարկում են ԿՊ-ին, ասելով մենք ստեղ 30 տարի տանջվում ենք, տարապում ենք, խոպան ենք գնում, մի կոպետ չենք աշխատում, իսկ դուք ահա ստացել եք այդ բոլոր հնարավորությունները եւ եկել եք։ Մենք աղքատ ենք, դուք հարուստ եք։ Ես այդ տրամաբանությունը չեմ ընդունում, բայց ես կարծում եմ շատերի մոտ այդ տրամաբանությունը կար։ Խնդրում եմ դա մեկնաբանել։ Նայեք, շատ է գերագնահատված Ռուսաստանից եկած մարդկանց թեզը։ Դա նույնպես ԿՊ-ի նարատիվներ, որ մտցրեցին հայ ժողովրդի մեջ։ Բոլորս հասկանում ենք, վերջը դուք լրագրողներ եք, կարող եք ընդամենը 1 ժամում ստուգեք անցյալ տարի այս ժամանակահատվածում ինչքան հայեր են եկել Ռուսաստանից Հայաստան եւ այս տարի ինչքան հայեր են եկել։ Դուք տեսնեք, որ տարբերություն չեք տեսնելու։ Ես չեմ բացառում, որ եկել են հայեր հատուկ ընտրությունների, եկել են մարդիկ իրենց ցանկությամբ են եկել։ Հիմա իմ բոլոր ընկերները եկել են։ Ես դա չեմ թաքցնում, բայց դա բացարձակ կապ չունի Ռուսաստանի իշխանությունների հետ։ Հիմա իմ ընկերները եթե չգային, չկանգնեին, նրանք ոչ թե եկել են ընտրությունների, բոլոր մեր հանրահավաքներին են եկել։ Բոլոր առաջի օրից դատարանների դիմաց նրանք դա բերել, փաթաթել մեր վրա, որ Ռուսաստանից մարդիկ գալիս են հատուկ մեզ ընտրելու, միգուցե եկել են հատուկ մեզ ընտրելու, բայց դա չի եղել ոչ մի համակարգված process, դա այն թեզերից մեկն էր, որ իրենք փաթաթեցին մեր ժողովրդի վրա, իրենք ինչ արեցին, կարելի ասել 3 թեզով հարվածեցին մեզ։ Առաջինը, որ մենք հավաքում ենք զայները Քոչարյանի համար։ Դուք կարող եք ստուգել ամբողջ շրջաներում դա ունենալով ՀՄԵԿ եւ այլ մեդիա ռեսուրսներ, իսկ դուք հիշում եք, երբ որ մենք հայտարարեցինք ուժեղ Հայաստան կուսակցության մասին, մենք չենք ունեցել ոչ մի հատ մեդիա ռեսուրս, ոչ մի հատ։ Այն հայրենասեր լրագրողների հույսին ենք եղել, ովքեր մեզ ինչ-որ ձևով աջակցել են իրենց խոսքով, բայց մենք չենք ունեցել մեր ձեռքի տակ ՀՄԵԿ։ Դրա համար մենք անցանք իրազեկման ակցիաների, բայց դուք հասկանում եք 4 ամսվա ընթացքում մենք չենք կարող լինել բոլոր գյուղերում, բոլոր քաղաքներում երևի թե հասցրեցինք, բայց բոլոր գյուղերում ֆիզիկապես դա անհնար էր անել։ Դրա համար նույնիսկ այդքան մեծ աղմուկ բարձրացնելուց հետո մեր կուսակցության ճանաչելիությունը հունիսի 7-ի դրությամբ մոտարապես 80% էր։ Այսինքն ինձ որպես Սամվել Կարապետյան ճանաչում էին 95% բնակչության, բայց կուսակցությանը ճանաչում էին 80%-ը։ Այսինքն մենք մեր 80%-ով պայքարում էինք ԿՊ-ի 93% ճանաչելիության եւ ամբողջ մեդիա ռեսուրսի դեմ։ Սա մեկ մտցրեցին, Ռուսաստանից բերած հայերին մտցրեցին, քանի որ այդ հայերը մեր բոլոր ցանկություններով, ինչ կանել մենք ցանկանայինք, ինչ կանել նույնիսկ ռուսները ցանկանային, չեր գերազանցի նու 5-ից 10,000 մարդ։ Ես չեմ հավատում 10,000 մարդուն, միգուցե 5,000 մարդ հնարավոր լիներ մոբիլիզացնել, բայց այդ մարդիկ, եթե նույնիսկ բոլորը մեզ են ձայն տվել, դա հնարավոր չի, բայց նույնիսկ եթե բոլորը մեզ ձայն տվեցին, ու դուք տեսնում եք, որ դա դեր չի խաղում ընտրության ելքի վրա։ Դրա համար կաշառք բաժանելը մտցրեցին,